Այսօր սիրով ներկայացնում ենք Պանացեան, բրենդ, որն շուրջ 30 տարի առաջարկում է առողջարար եւ բնական կաթնամթերք, հասանելի դարձնելով այն բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստված են բարձրորակ, անարատ կաթից խիստ վերահսկվող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան արժանացել է մեծ վստահության հայկական ընտանիքների կողմից։ Պանացեա։ Սեր առաջին գթալից։ Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Եկեք սենյակի ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, իսկ մեր հեքիաթի սենյակը, ինչպես գիտեք, գտնվում է Դանիելյան Art Studio-ում։ Սիրելի փոքրիկներ, այսօր եւս հեքիաթի սենյակը ձեր համար պատրաստել է շատ հետաքրքիր հեքիաթ, բայց մինչ կանցնենք հեքիաթին, ներկայացնենք մեր այսօրվա հյուրին։ Այսօրվա մեր հյուրն է Վաչագանը։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպես ես Վաչագան։ Շատ լավ։ Պատմիր քո մասին, Վաչագան, քանի տարեկան ես, որ դպրոցում ես սովորում եւ առհասարակ։ Ես 12 տարեկան եմ, սովորում եմ Տավուշի մարզի Գյուղ Գանձակար դպրոցում եւ որ այսօր եկա այստեղ շատ մոտիվացիոն է։ Կեցես, որ այդքան ճանապարհ ես կտրել, երկար ճանապարհ ես կտրել եւ հասել հեքիաթի սենյակ, շատ ուրախ ենք։ Իսկ ազատ ժամանակ ինչով ես սիրում զբաղվել։ Դերասանությամբ։ Հաճախում։ Խաղալով։ Խմբակի հաճախում ես թատերական։ Այո։ Իսկ ինչ խմբակ է կներկայացնես։ Իջևանի թատերական ստուդիան է, մեր այնտեղի ուսուցչուհին է Արմինե Զարգարյանը։ Ահա, ողջունում ենք նրան եւ կասես ինչ բեմադրություններ եք անում։ Մենք արել ենք շատ բեմադրություններ, չեմ կարա թվարկեմ։ Հեքիաթների անդրադարձել եք հեքիաթ։ Հա, շատ։ Իսկ ամենասիրելին ո՞րն է եղել։ Իմ ամենասիրելին մենք ենք դա հորինել, ոչ թե հեքիաթները դա մենք ենք հորինել։ Գեցեք, շատ հետաքրքիր է, հեքիաթները շատ կարևոր դեր են խաղում, չէ՞, մեր կյանքում։ Իսկ ինչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս։ Դերասան իհարկե։ Դերասան։ Ես շատ ուրախ եմ եւ Վաչագան կպատմես, կնշես թե որ դերն է որ դու կերտել ես եւ շատ է քեզ դուր եկել։ Ես ոչ մի դերեր չեմ կերտել։ Թե չես առանձնացնում պարզապես, բոլորն էլ սիրում ես։ Հա, բոլորն էլ սիրում ես, ես հասկացա քո միտքը։ Նա Արևիկ հարցեր ունես։ Հա, իսկ դու սիրելի հեքիաթ ունես կամ հեքիաթագիր։ Հա, հեքիաթագիր ունեմ, Հովհաննես Թումանյանն է իհարկե մեր հայ գրողը։ Ահա, բոլորիս սիրելի։ Իսկ սիրելի հեքիաթ։ Սիրելի հեքիաթ։ Չէ, բոլորն է սիրում եմ։ Որովհետև ամեն մի հեքիաթ ունի իր մեջ իր փոքրիկ իմաստը։ Իմաստը, այո, եւ հատկապես Հովհաննես Թումանյանի հեքիաթները բոլորս էլ շատ ենք սիրում եւ չենք առանձնացնում, բոլորն էլ շատ լավն են։ Մենք այսօր պատրաստել ենք ուկրաինական ժողովրդական հեքիաթ, դու վերջում կհամեմատես, կասես տարբերություն կա հայկականի եւ այլ ազգի հեքիաթների միջև, այս դեպքում ուկրաինականի, բայց մինչ կսկսենք կարդալ, մենք պետք է ասենք, Արևիկ։ Այս ընթացքում մեզ հետ է լինելու Դանիելյան Art Studio-ի Սան Լունան, ով կպատկերի իր նախընտրած հերոսին կամ հերոսներին։ Այո, ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Պանացեա ընկերությանը, որը աջակցում է հեքիաթի սենյակին։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Voldeco եւ Futuris Architects ընկերություններին հաղորդմանը աջակցելու համար։ Դե ինչ արել, ժամանակն է որ սկսենք։ Ջարդող Իվանը։ Հին ժամանակներում մի սարսափելի վիշապ հարձակվում է մի գյուղի վրա, ուտում բոլոր բնակիչներին։ Մնում է միայն մի ծերունի։ Լավ, քեզ էլ վաղը կուտեմ, ասում է վիշապն ու գնում։ Գյուղում մի տղա է անցնելիս լինում, ում դուռը ծեծում է չեն բացում։ Զարմանում է, հասնում է ծերունու դռանը, գիշերելու տեղ է խնդրում։ Գլխիցը ձեռք ես քաշել, հարցնում է ծերունին։ Ինչու՞, զարմանում է տղան։ Ծերունին պատում է, թե ինչպես է վիշապը կերել բոլոր գյուղացիներին, եւ որ վաղն էլ գալու է իրեն ուտելու։ Մի վախենա, ասում է տղան, չի ուտի։ Առավոտ կանուխ վիշապը գալիս է, տղային տեսնում եւ ուրախացած ասում. «Էս ինչ լավ եղավ, մեկը երկուս է դարձել»։
Տես բգիտ չմնա, ասում է տղան։ Վիշապը զարմանում է։ Ինչ ասացիր, ուրեմն դու ինձից ուժեղ ես, հա։ Ուժեղը, դե որ այդպես է, արի ուժերս փորձենք։ Վիշապը գետնից մի քար է բարձրացնում, թաթի մեջ այնպես սեղմում, որ քայլն արյուր է դառնում, սորում։ Դա հասարակ բան է, ծիծաղում է տղան, այնպես հոպ տուր, որ ջուր դուրս գա։ Եվ տղան թարեքից մի կտոր պանիր է վերցնում, այնպես է հուպ տալիս, որ պանրից ջուր է կատկթում։ Այ այսպես հուպ տուր։ Դե լավ, որ այդպես է, արի ընկերանանք, ասում է վիշապը։ Համաձայն եմ։ Երբ մի քիչ գնում են, վիշապը տղային հարցնում է. Անունդ ի՞նչ է։ Ջարդող Իվան։ Վիշապի սիրտը դող է ընկնում։ Սրա անունը որ ջարդող է, ուրեմն մի օր ջարդս կտա, անցնում է նրա մտքով։ Ճաշին վիշապը տղային ասում է. Իվան, գնա մի եզ բեր, եփենք ուտենք։ Տղան գնում է։ Մի եզան ոտք շալակող էլ չի, բայց գնում է, ճարն ինչ։ Գնում է վիշապի եզների նախիրը գտնում։ Բոլոր եզների պոչերն իրար է կապում ու նստում։ Վիշապը սպասում է, տեսնում է տղան չի գալիս։ Ինքն է գնում։ Տեսնում է տղան այնտեղ նստած է։ Ինչ բանի ես, հարցնում է։ Մի եզան եղածն ինչ է, որ դրա համար ինձ ուղարկել ես։ Ուզում եմ բոլոր եզներին շալակեմ բերեմ, որ մի գործը երկու չանեմ։ Վիշապն ինքն է եզանը շալակն առնում, գալիս տուն, եզը մորթում է կաշին քերթում տալիս Իվանին, թե գնա եզան տիկով լիքը ջուր բեր, որ ճաշ եփենք։ Տղան տիկը շալակն է գցում, շունչը կտրելով հազիվ բերում հասնում ջրհորի մոտ ու ցած գցում։ Հետո մի փայտե բահ է սարքում, սկսում ջրհորի շուրջ բոլորը փորել։ Վիշապը գալիս է։ Էս ինչ բան ես, Իվան, հարցնում է։ Հեչ, ուզում եմ ջրհորը մի անգամից շալակեմ, տուն բերեմ, որ ամեն անգամ ջրի չգամ։ Պատասխանում է տղան։ Ես քո մարդ ասողին։ Բարկանում է վիշապը միաժամանակ վախենում տղայի ուժից։ Եվ տիկը շալակում է տուն տանում։ Իվան, գնա փետ բեր, կրակ անենք, մի չոր կաղնի քո քահանարա, մեզ հերիք է։ Ինչ ես ինձ հա գնա, հա բեր, մի տիկ ջուր, մի չոր կաղնի, մի եթե ասեիր 20 կաղնի, ուրիշ բան է։ Եվ բարկացած ձևանարավ նստում է տեղում, ուռած, փքված եւ չի գնում։ Վիշապն ինքն է գնում փայտ բերում, կրակ անում, ճաշ եփում, նստում ուտելու, իսկ Իվանը չի մոտենում ուտելու։ Իբր թե շատ է ջղայնացած, որովհետև եթե գնար եւ այնպես չուտեր ինչպես Իվանը, սա իսկույն գլխի կընկներ, որ Իվանը սովորական ուժի տեր է։ Երբ կացայի տակ մի քիչ ճաշ է մնում, Իվանը մոտենում է եւ սկսում ուտել, հետն էլ ասում է. Քիչ է։ Որ քիչ է, ասում է վիշապը։ Արի գնանք իմ մոր տուն, խմորաբլիթ ուտենք։ Դե որ ասում ես, գնանք, համաձայնում է Իվանը եւ իրեն մտածում. Այս անգամ կորած է։ Գալիս են մորտում, տեսնում են մի 20 տակար խմորաբլիթ արդեն պատրաստ իրենց է սպասում։ Վիշապն ուտում է, եւ չի կշտանում։ Իսկ տղան խմորաբլիթները ծոցն է լցնում։ Վիշապը կարծում է, թե անկուշտ է եւ վախեցած ասում. Արի փորսող տանք։ Որ ասում ես, արի։ Վիշապը կրակ կտրած փորսող է տալիս, իսկ տղան ասում է. Դա հասարակ բան է, դու այնպես փորսող տուր, որ ջուր դուրս գա։ Եվ այնպես է խմորաբլիթները սեղմում, որ շորերն էլ են թացանում, ջուրն էլ է դուրս գալիս։ Այ այսպես փորսող կտան։ Ասում է եւ ավելի ու ավելի սեղմում բլիթները։ Այ այսպես, տես։ Վիշապն արդեն շատ է վախենում ջարդող Իվանից, բայց նորից է ասում. Արի սուլենք, տեսնենք ով ավելի ուժեղ կսուլի։ Արի, համաձայնում է Իվանը։ Վիշապը որ չի սուլում, ծառերը կռանում են։ Բա ես ինչ անեմ, մտածում է Իվանը։ Մեկ էլ աչքովն է ընկնում երկաթի մի կտոր։ Իվանը վիշապին ասում է. Աչքերդ փակիր, թե չէ որ սուրեմ, կկուրանաս։ Վիշապը աչքերը փակում է, իսկ ջարդող Իվանը երկաթի կտորով վիշապի ունքամեջին, որ չի շրամփացնում, սա ցնցվում է։ Ճիշտ էիր ասում, քիչ մնաց կուրանայի, ասում է վիշապը։
Եվ որպեսզի Իվանին հետ միասին չապրի, վիշապը տուն է սարքում նրա համար, տղան սկսում է ապրել այդ տանը, բայց վիշապին հանգիստ չի տալիս Իվանի մոտիկությունը, միշտ վախենում է նրանից։ Եվ մոր հետ խորհուրդ է անում, թե ինչպես անեն, որ նրան այն աշխարհ ուղարկեն։ Արի դրան վառենք պրծնենք, ասում է մայրը։ Իվանը լսում է այդ խոսքերը եւ այդ գիշեր տանը չի քնում։ Երբ վիշապը ու մայրը վառում են Իվանի տունը, տղան թաքուն գալիս է, մոխիրի մեջ մտնում, հետո դուրս գալիս, իրեն թափ տալով, իբր հենց նոր է դուրս եկել այրվող տան միջից։ Վիշապը գալիս է, տղային տեսնում ու զարմանում։ Այ տղա, դու ողջ ես։ Ողջ եմ, բայց այս գիշեր ասեց մոծակներ էին թափվել վրաս, կծում էին։ Չէ, այս տեսակ մարդուս թող ու փախիր։ Մտածում է վիշապը եւ առանց հետ նայելու փախչում է։ Փախչելն է լինում։ Բաչական քեզ եկատի դուրի եկավ։ Շատ, Իսկ ինչ հասկացար այն կարդալիս։ որ Պետք է վախեր չունենանք, չէ՞։ Այո։ Եթե վտանգը զգում ենք, դիմացից վտանգ ենք զգում, մենք մեզ ավելի խրոխտ պետք է պահենք, որպեսզի դիմացինն էլ հասկանա, որ իր դիմաց կանգնած է հզոր մեկը, չէ՞։ այո, Այո, ինչպես մեզ ներկայացնենք, այնպես էլ կընդունեն։ Իսկ տարբերություն կա հայկական եւ ուկրաինական հեքիաթների մեջ։ մի քիչ հա։ Մի քիչ կերպարների, շատ քիչ, հա։ բայց դա նման է մեր ընթերցած հայկական հեքիաթներից մեկին։ Արևիկ, հիշում ես։ Այո, մենք ընթերցել ենք այսպիսի հեքիաթ եւ Խոսող ձուկը, հիշում ես։ Այո։ Երբ երկու ծերերին պաշտպանում էր մի երիտասարդ, այստեղ էլ կարծես թե նման մի բան էր։ Դե հեքիաթները շատ մենք տեսնում ենք կարծես կրկնություն լինեն, որովհետև բոլորիս մոտ էլ մտածելակերպը ընդհանուր առմամբ նույնն է։ Ինչ ունես ավելացնելու, Վաչագան, երեխաներին խորհուրդներ։ Ես ուզում եմ երեխաներին խորհուրդ տամ, որ շատ կարդան, կարդալը լավ բան է։ Այո։ Հետագայում պետք է գալիս։ Այո, միշտ է պետք գալիս միանգամից զգացվում է դիմացի անձնավորությունը։ Մենք ասում ենք կարդացած մարդ է։ Այ դա զգացվում է անպայմանորեն։ Լավ, եթե ավելացնելու ոչինչ չունես, ներկայացնենք, տեսնենք, թե որ հերոսին է պատկերել Լունան։ Լունան։ Բաչական շնորհակալություն ենք հայտնում, որ դու այստեղ եկար մեզ հյուր եւ ուզում եմ ասեմ, որ Պանացեա բրենդը քեզ համար պատրաստել է ինքնին։ Շնորհակալություն ենք հայտնում Պանացեա ընկերությանը մեր հաղորդմանը աջակցելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում Wall Deco եւ Futurist Architects ընկերություններին հաղորդմանը աջակցելու համար։ Երեխաներ, եկեք բոլորս միասին ցտեսություն մաղթենք թողիկներին։ Ցտեսություն։ Այսօր սիրով ներկայացնում ենք Պանացեան, բրենդ, որն արդեն 30 տարի առաջարկում է առողջարար եւ բնական կաթնամթեր, հասանելի դարձնելով այն բոլորի։ Բոլոր մթերքները պատրաստված են բարձրորակ անարատ կաթից խիստ վերահսկվող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան արժանացել է մեծ վստահության հայկական ընտանիքների կողմից։ Պանացեա։ Ձեր առաջին գթալից։